Աղոթքով Էջմիածին եկածները շշմում են, երբ լսում են, թե ինչ է գրել Փաշինյանը Facebook-ում առավոտյան։ Սրբազան, գնա շարունակիր քերուդ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Ալարդ արել դες բանալը։ Ղալաթ է արել թե ինչ, բայց գրել է, հրապարակել Facebook-ում ու լայքեր է հավաքում, չնայած մեծ մասը ջղային էմոջիներ են։ 5 սկանդալային գրառում է արել Փաշինյանը Facebook-ում, որոնցից հասկացվում է, թե առաքելական եկեղեցու սպասավորներից մեկը դրժել է կուսակրոն մնալու ուխտը եւ սեռական կապի մեջ եղել իր քեռակնոջ հետ։ Փաշինյանը եկեղեցուն կոչ է անում փիլոնազուր կանել այդ հոգեվորականին։ Թե սրբազաններից ում մասին են Փաշինյանի ակնարկները համացանցում միայն ենթադրություններ են։ Ոմանք հիշել են ասեկոսեները, թե Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել arczepiskopos-ը քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հայրն է։ Ամենայն հայոց կաթողիկոսը չի արձագանքել Փաշինյանի գրառումներին, մայր տաճարի մոտ մարդիկ կարծում են այդ գրառումներն անելով ինչ որ նպատակներ է հետապնդում վարչապետը։ Որտեղ Թուրքիայի պատակ է։ Դե շնորհքություն է այդ ինչ։ Մեկնաբանելու ոչ մի բան չկա։ Դե շնորհքություն է գրել, այդ ինչ պարտադիր է ցանցում գրել։ Ոչ, վայել հայի համար։ Վայել չէ այն դες բանացել կաթողիկոսին ինչ որ դες բաներ։ Ստորմապեչ։ Շատ ված բառապաշար է, ինչ կարելի ասել է ամասին։ Յան արդեն ամասին ամեն չասված։ Դա ասելու բան է, դա վարչապետի խոսք է, ասենք, ոնց կարա դες սրբազանին ասել։ Հա, բայց պարզ չի որ սրբազանին։ Նորմալ մարդու վարմունք չի։ Այս տղամարդն առաջարկում է քննել Փաշինյանի հայտնած տեղեկությունը եւ եթե այն հաստատվի, պատժել ուխտադրուժ հոգեվորականին։ Դե եթե ապացուցեն, որ դա ճշմարտություն է, դե կարգալույց անեն այդ կուսակրոն քահանային, բնականաբար, ու դա պատժի ձև է, էլի եկեղեցու կողմից, դրանից ավել ոչ են կախելու այդ մարդուն։ Բայց համոզված է Փաշինյանի գրառումների իրական պատճառն այն է, որ եկեղեցին պահանջում է Փաշինյանի կառավարության հրաժարականը։ Մայրաթորի հայտնի պահանջը մայիսի 28-ին Սարդարապատում վերահաստատել էր Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը։ Եկեղեցին է կամ ով որ պահանջում է հրաժարականը, ես ճիշտ եմ ընդունում դա, ու ես համաձայն եմ։ Փաշինյանի գրառումներին օրվա երկրորդ կեսին արձագանքել է Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանը, գրառումը վերնագրել համառոտագրություն մահախոսականի։ Հայտնի կրթարշավը գրավում է ախտահարված երևակայության ու զազրախոսության նորանոր բարձունքներ։ Կրթարշավի նախաձեռնողները երջանիկ են ինքնախայտառակման տպավորիչ արդյունքներով եւ պատրաստ գրավելու նորանոր սև հորիզոններ։ Իսկ առջևում կործանարար խորխորատն է, ուր կա լաց եւ ատամների կրճտոց։ Մաթեվոսի ավետարանից է Արշակ Սրբազանի վերջին մեջբերումը։ Հիսուսի մի քանի առակներում է ասվում, որ Աստծուց հեռացածներին սպասվում են լաց եւ ատամների կրճտոց։ Ալբերտ Սերոփյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։